ամեն բառի պատասխանատվությունը գիտակցելով հայտարարում եմ. Սամվել Կարապետյանը նշված գործողությունների հետ, նշված գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի զերո առնչություն։ Լեռնային Ղարաբաղի ներկայացությունում 3 տեղի ունեցած խուզարկության մասին է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանի այս հայտարարությունը։ Քննչական կոմիտեից այսօր էլ չեն ասում, ինչ էին 5 ժամ շարունակ փնտրում Արցախի ներկայացության շենքում, ինչ գտան եւ ինչ կապ ունի այս ամենի հետ Տաշիր գրուպի սեփականատերը։ Մնացածը ինչ արգարավել են, ես կարծում եմ դրանք վարույթի համար որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող։ Մինչ իրավապահները լռում են, փաստաբան Ռոման Երիցյանից 3 տեղեկացանք, որ քրեական վարույթը, որի շրջանակներում իրականացվում էր խուզարկությունը, նախաձեռնվել է այս տարվա հունիսին եւ կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Երիցյանը նաեւ ակնարկել էր, դատարանը իր որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Փակագծեր չբացելով փաստաբանը 3 չբացառեց, որ Արցախի ներկայացությունում խուզարկությունը իրականացվում է այլ քաղաքական հետապնդումների համատեքստում։ Որ քաղաքական հետապնդումների համար դուք այսօր Սամվել Կարապետյանի անունն եք նշել։ Արդյոք այդ դրա մասին է։ Այս պայդրությամբ ես կրկնում եմ, գրավոր զգուշացվել եմ նախաքննական ինձ հայտնի դարձած տվյալների չհրապարակելու մասին։ Սամվել Կարապետյանի վերաբերյալ բացի բարեգործական փաստաթղթերից ոչ մի բարեգործական գործողությունների վերաբերելի փաստաթղթերից ոչինչ այստեղից չեն կարող գտնել։ Այնուամենայնիվ, հիմքում ի թիվս այլոց դրված է նաև այդ հանգամանքը, ես դա եմ ասել։ Հիմա դրանից ըստ իս կարելի է հետևություն կատարել, որ փորձել են նաև այստեղից ինչ որ չգիտեմ, այնպիսի բան հայտնաբերել, որ կարող են օգտագործել այդ վարույթի շրջանակներում։ Արցախի ներկայացությունում կարող էին գտնել Սամվել Կարապետյանի, եթե չեմ սխալվում, շուրջ 50 միլիոն դոլարից էլ ավել կատարած բարեգործությունները Արցախի Հանրապետությունում, որի համար 2021 թվականի հունիսի 18-ից հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Բայց ավելի լավ կլիներ, որ քննիչները գնային եւ Ստեփանակերտում կատարեին քննչական գործողություն։ Իրավական փոխօգնության շրջանակներում վստահ եմ Ադրբեջանից քննիչներ կան, որոնք կարող են բազմաթիվ փաստաթղթեր տալ ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Թող իրավական փոխօգնությունով դիմեն ստանան։ Ասեն ինչի համար է Սամվել Կարապետյանը բարեգործություն արել Արցախում։ Երբ քննիչները խուզարկում էին Արցախի ներկայացության շենքը, պետնախարարի պարտականությունները կատարող Նժդեհ Իսկանդարյանը լրագրողներին հայտնեց, թե փորձում են գտնել Արցախի ներդրումային հիմնադրամի վերաբերյալ ինչ որ փաստաթղթեր։ Վստահ էր, ոչինչ էլ չեն գտնի, քանի որ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դեռ 2023-ին ինքնակամ դիմել է դատախազին։ Հարուցվել է քրեական գործ, Շահրամանյանը որպես վկա հարձակվվել է, իսկ ներդրումային հիմնադրամի կրիչները գրավել էին դեռ այն ժամանակ։ Մենք բոլոր փաստաթղթերը բռնի տեղանումից հետո ներկայացրել ենք քննչական կոմիտե։ Արցախի ներդրումային հիմնադրամը 2018-ին էր ստեղծվել Արցախի տնտեսական զարգացմանն աջակցելու համար։ Արցախի հայաթափումից հետո դրա մուտք գործարքների շուրջ հարցեր առաջացան։ Գարնանը մի խումբ արցախցիներ ներկայացության դիմաց բողոքի էին դուրս եկել, պահանջելով Շահրամանյանից պատասխանել, ուր են անհետացել ներդրումային հիմնադրամի միլիոնները, ովքեր են դրանք թալանել։ Ես կողմ եմ, որպեսզի այդ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտվեն, մեղավորները պատժվեն, վերջապես ժողովուրդը իմանա ովքեր են մեղավորները եւ դա չպրոյեկցվի բոլորի վրա։ Դա մեր համար էլ է շատ դժվար, որովհետեւ այսօր դուք ինչպես նշում եք, նախագահին է փորձում թիրախավորել, մեղադրել։ Տարիների ընթացքում միլիարդատեր Սամվել Կարապետյանի անունը երբեք չէր շոշափվել այս թեմայով։ Քննչական կոմիտեն շարունակում է լռել։ Արցախի ներկայացության փաստաբան Երիցյանը խոստանում առաջիկայում փակագծեր բացել։ Արդեն 7 ամիս ճաղերի ետևում գտնվող Կարապետյանի փաստաբաններն էլ այսօր հայտարարեցին. նախաքննական գաղտնիքը թույլ չի տալիս փաստաթղթեր հրապարակել, որոնք կբացառեն Կարապետյանի մասնակցությունը այս ամենին։